Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Շիրինյան, եւ չենք խախտում մեր ավանդույթները, մեկ շաբաթ անց հանդիպում ենք եւ փորձենք հասկանալ ինչ է տեղ ունեցել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները եւ ուժի մեջ թողեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ազգային ժողովում ներկայացված կլինեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 64 պատգամավոր, Ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12։ Ուզում անդրադառնանք արձագանքներին։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Արեն Վարդևանյանը հայտարարում է, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարադատություն, եւ Տոնոյանը Բարգավաճ Հայաստանից նշում է, արդարության եւ արդարադատության վրա վերջնականապես տապանակար դրվեց սահմանադրական դատարանի այս որոշմամբ։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենք վերցնում են մանդատները եւ կշարունակեն պայքարը ազգային ժողովում։ Եվ ինչ հետաքրքիր մի միտք էլ արտահայտեց, որ եթե ընտրությունները ամբողջությամբ արդար, ազատ եւ մրցակցային լինեին, հաստատ վարչապետ կդառնար Սամվել Կարապետյանը։ Սահմանադրական դատարանի որոշումը ձեր կարծիքով որքանով էր ազնիվ։ Ուրեմն տեսեք ինչ կա, նախ ասենք, եթե նկատել եք, ես մեր ժողովրդի իմաստուն խոսքերը շատ եմ հիշում տարբեր բարականներում, նաև եղածը, որոնք լավ չեն արտացոլում իրականությունը։ Ինչ ասում հայկական ասույթը, ասում է, որ լեզվի տակ փուշ չկա, ոչ էլ ոսկոր կա։ Մանավանդ սրանք, որ Ռուսաստանի սեգմենտն են, որոնց դուք համառորեն անվանում եք ընդդիմություն, որոնք իրականում ընդդիմություն չեն, ռևանշիստներ են, տապալված քրյա օլիգարխիկ ուրեմն սեգմենտն է ռուսական հովանավորությամբ, այն մեկը նույնիսկ բելարուսականը գումարած, որոնք գրողում են իշխանության վրա, իշխանությունը վերցնելու համար, եւ այդ իմաստով Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել, իշխանափոխություն։ Եվ վերջ, Ռուսաստան սա է ուզում։ Հիմա մնացածը մեկնաբանության հարց է։ Ես, որ չհաղթած, ուրեմն չպարտված, բայց չհաղթած նաև կուսակցության ղեկավար եմ, տվյալ բարակ եմ, կարող եմ ասել ինչ եմ այդպես ասում, ես առաջի օրվանից ասել եմ, ընտրությունները եղել են լեգալ, իրենք այդ բառը չգիտեն, լեգալ են, եւ ընտրությունները լեգիտիմ են, որովհետեւ եթե չլներ լեգիտիմ, հաջորդ օրը ապստամբական օջախներ պիտի առաջանային Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում, հատկապես օպերա, որտեղ սովորեն քաղաքական թատրոնի։ Ես իրենց առաջարկում եմ քաղաքական թատրոնը տեղափոխել Ազատության հրապարակ։ Դուք հիշում եք այն շարժումը, որ սկսվեց ժողովուրդը օպերային հրապարակը անվանեց Ազատության հրապարակ, շատ արագ Մոսկվայի գիտությամբ վերածվեց թատերական հրապարակի, եւ թատրոնը բեմականացնում է մինչեւ օրս։ Այդ ճանապարհին վարի գնալով Արցախը։ Գագեբեշնիկների մասին է հայ։ Հիշում եք այսպեսի մի բան, մի դեպք ասեմ։ Ուրեմն միտինգին սպասում ենք, այն ժամանակ Հայաստանը հավաքվում էր, եւ միտինգի բացումը հələ Ղարաբաղ կոմիտե չկար, իշքան հիշում եմ, բայց վստահաբար հիշողները շատ կլինեն։ Ուրեմն ինչ եղավ, ասում էին, ուշանում են Իգոր Մուրադյանը, որը շատ մեծ հեղինակություն ուներ, պիտի խոսեր, բայց ձգվում էր։ Մեկը միամտաբարդ է դիտավորել, հայտարարեց, որ մի քիչ սպասեք, Իգորը գալիս է Մարիուս Յուզվաշյանի մոտ է։ Ով էր Մարիուս Յուզվաշյանը։ Դա սովետական միության KGB-ի գեներալ էր, հայկական մասնաճյուղ։ Ճիշտ է։ Այ ասում եմ Իգոր Մուրադյանը, ես է գկա Մարիուս Յուզվաշյանի մոտ է գնացել, հարց կա, այո հարց կա։ Հիմա մնացած արդեն, էլ ինչ ասեմ, տխմարություն կլինի, եթե այս բաներ բացատրեմ եւ դեմագոգիա կլինի, եթե մեկին ցանկադրի չհաստատելով սա։ Դա փաստ եմ ասում։ KGB-ն կառավարում միտինգները։ KGB-ն մինչև հիմա կառավարում է այս բոլորը։ Իհարկե հիմա վիճակը վատացել է, եւ այլն, իհարկե ես Իգորի հանդեպ ունեմ խորը հարգանք, մանավանդ նրա գործունեության վերջի շրջանում եւ ռուսական խարդավանքի ամբողջ հմայք ինքն իր վրա զգաց։ Եվ եզակի ռուսախոս էր, որ
հասկացավ ինչ է Ռուսաստանը եւ ռուս մշակույթը այդ բaragայում։ Հիմա բայց հիմա այստեղ կամ։ Հիմա սրանք ինչ են ասում, որն է իրենց ֆունկցիան։ Ոչ ֆունկցիան Հայաստանը ապակայում պահելն է։ Հիմա այդ Սամվել կոչված ես մինչև մեր համոզված չեմ։ Կամավոր եկել, ուղարկել են, կարող է կամավոր բանով եկել էլի, այդ հարգադրանքով, որտեղ դա շատ լավ է, որտեղ ուղարկել են եւ այլն։ Հիմա մնացած դեսպես ինչ պետք է ասեին իրենք։ Ինչ պետք է ասեին։ Եթե այդպես է այդ կուսակցություններն ինչու չեն ապստամվել, 2 օր անցել, չէ՞։ Ապստամբված մտիլներին, ես ինչ կատարվեց։ Մանավանդ Զարուկյան Գագիկի հետևորդները, ես այդտեղ եկատվություն կա, որ ավտոմատավորները շրջափակել են առանձնատուն։ Այդ ամեն անգամ այդ ավտոմատավորները խել շրջափակում, այդ իրենց բաները, տեղյակները։ Եվ առասարակ հարց է գալիս, չէ՞։ Այդ ազգային հարստության այդպիսի ստացվածները որտեղից որոշ մարդկանց ընտանիքների մոտ։ Որտեղից։ Այս հարցը պետք է լուծվի կամ չէ։ Հիմա ուզում եմ ասել նա վերադառնանք Նիկոլ Փաշինյանին չասես, սյադուտ վսե որոշեց, չէ, եւ ասեց Չէ, եւ նա ասում են ինչ է, հապարինքը պետության քաղաքական կենտրոնի ղեկավարն է եւ վարչապետն ինքը պետք է որոշի։ Ինքը պետք է որոշի, այո, արդարադատության ճանապարհով, այո, այո։ Այդ դեպքում որտեղ է մնում այդ կառույցների անկախինելը։ Դատաիրավական համակարգը կառավարվում է պետության կողմից ըստ օրենսդրության, սահմանադրությամբ, որի պատասխանատու որ աշխատի վարչապետն է, կառավարությունն է այս բaragայում, ազգային ժողովն է։ Կարող է առանց դրայի աշխատում, Ամերիկայում հենց այնպես աշխատում է, հա։ Թրամփը ուրեմն Ամերիկայում այդ Պարսից ծոց եւ այն ոնց է լինում։ Ստալինը հարցակվեց աշխարհի վրա, այդ ոնց էր լինում, որոշումով չէր լինում, իրենք չէին կառավարում։ Պետք է ասենք, սրանք երկրորդական հարցեր են, այդ ուղղակի Հայաստանում սա իրենք ինքը իրեն են սեփականությունը ստացել, հա։ Սա հենց այդ հայտարարության սկիզբն է այսօրվա Գագիկ Ես չգիտեմ, դա իհարկե իրեն կարող է ասել, դա ես վարչապետի չգիտեմ մտադրություն եւ այլն, ես ասում եմ process է, քաղաքական process ուր է գնում։ Հիմա այս բaragայում գլխավոր հարցը այստեղ է։ Ուժը Հայաստանը մտնում է խորհրդարան։ Հիմա բայց դա չի կարևորը։ Կարևորը վատը ինչ եղավ, դա չեղավ։ Վատը այն եղավ, որ ուրեմն այդ մարդը շփոթում է հզոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, այս մեկին չէ, ուժեղ Հայաստան, վաղը թույլ Հայաստան, հիվանդ Հայաստան, առողջ Հայաստան։ Այս ուժեղ Հայաստանը ուղղակի վատն է, որ ուղիղ Մոսկվայի ենթակայության կառույց է։ Մոսկվան մտել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Եթե պետություն ուժեղ լիներ, ինձ թվում է, որ նույնիսկ այս ազգային ժողով կարձակեին։ Օտար պետությունը մտել է խորհրդարան։ Իր քաղաքացիով։ Ինքը երբ քաղաքացի չի, ինքը ռուսական օլիգարխիայի դեմքերից մեկն է։ Հայ օլիգարխի ազգանունը որ հայ է ինչ Միկոյանն էլ էր հայ գալիս էր այստեղ սպանդ սարկում գնում էր Մոսկվայի կարգադրությամբ եւ հաջուկով էր սարկում հասկանում եք ոնց է ուզում եմ ասել այսպես է հարցը դրա համար Եվ նրա ռազմավարությունը որն է լինելու որը ապակայունացնել Հայաստանը եւ սկսել են վարկապեկել իշխանությունը պետությունը պետականությունը ամեն ինչը վարկապեկել իբր թե մեծ հեղինակություն կա մեր ժողովուրդն էլ խելագարվում էր այդ անկախ պետականության համար ժամանակին եւ այլն հիմա է որ այսպես գրկել է անկախությունը Եվ այսպես վարկապեկել ամեն ինչ եւ նրանց ովքեր պահում են այդ քաղաքական կուրսը։ Բարձր որ այստեղ առաջինը վարչապետն է։ Պարոն Շիրինյան, եթե պետք է մանդատները վերցնեին, այդ դեպքում սահմանադրական դատարան դիմելու այդ ինչու դիմեցին։ Ուրեմն որում չվստահելով այդ կառույցներին խոսելով դրա մասին։ Մտան, եթե լիներ ասեին օքեյ, կասեին աշխարհում այս սահմանադրական դատարանի նման դատարան չկա։ Բայց քանի որ չեն ասել օքեյ, ուրիշ բան է նշանակել, հիմա կվարկապեկեն այդ ինստիտուտը գերում են։ Այնտեղ արդեն նազիր-վեզիրներ կան Հայաստանում, այդ երբ է սահմանադրական դատարանով իշխանափոխություն եղել, որ հիմա այս տկետներին հարցնում եմ, իսկ սահմանադրական դատարանի իշխանափոխության համար է լինում։ Սահմանադրական դատարանը լինում է սահմանադրական կարգը
սահմանադրականությունը եւ այլն պահելու համար նկատի ունեք սահմանադրական դատարանը օբյեկտիվ անաչառ որոշում կայացրեց 100%-անոց օբյեկտիվ անաչառ բան է այդպիսի ընդրություն ինչպիսին եղել է ես եմ տեսել ուրեմն բայց այնտեղ այդքան էլ մի հաջող բան չի եղել այն ընդրությունը որ եղել է ես ինչ որ տեսել եմ եւ կուսակցական իմ ընկերները նաեւ միջավայրը գիտեք եւ այլն այս բոլորը ասում են որ Հայաստանում եղել է եւ լեգալ իշխանություն այսինքն որ ինքով եղել խախտում չի եղել լեգալ եւ լեգիտիմ դա երկու մաս ունի մենակ մի մասով դուք հրաշալի պատկերացնում եք դա լեգալությունն ապահովված է իրենք լեգալության վրա են խաղում որտեղ է որ հետո լեգիտիմության վրա բլեֆ ցեղ շպրտեն Գիտեք իշկա, ես ինչ գյուղում, ես ինչ արել, անողը դուք եք, ձեր ռեժիմն է, և նույնիսկ ասեմ, եթե չի եղել նորմալ ընտրություն, գողապետությունն է մեղավոր, մենք պետք է փակագծերը բացենք այս հաղորդման մեջ, Հայաստանում կա, ինչպես աշխարհի շատ երկրներում, երկու պետություն, երկու իշխանություն, մեկը ստվերն է, Հիշում եք Տեմիրճյանի ժամանակին չէին ասում էին հոյետ եղածը չի որ երևում է, տակից ուրիշ կառավարողներ կան, եւ դա իրականություն է, ինչն է, դա deep state-ն է, դա խորքի պետությունն է, որը մեր մոտ գողապետություն է, մակարդակի ցածրության, տգիտության, եղածի ապերոյականության, հիշում եք բանի ժամանակ Տեմիրճյանի շրջանում ապերոն որպես հատուկ դասակարգ, դաս, ցեխավիկի մյուս տեսակը, որը միշտ հարց լուծողն էր, քարտուղարների եւ այլն, հիմա ինչ եմ ուզում ասել, այսպես եւ ըստ էության, եթե մենք ասենք Հայաստանի գողապետական կառույցը deep state ապստանվեց պետականության դեմ, ինչը եղավ վատը, լավը եղավ այն, որ վարչապետի իշխանությունը մնաց, դեսեք ես չհաղթողն եմ, ճիշտ է որ մնացել է, բայց որն է վատը, որ 49% եղավ անկախ են բանից, թե խորհրդարանում թվերն ինչպես բաժանվեցին, սա տեխնիկական հարց է, տակտիկայի համար է եւ ուրեմն ձեռնտու, որ այդ բայց իրականության մեջ հայ հասարակությունը կիսվել է Հիմա այն մեկին ինչ փողով է տվել, ինչով է տվել եւ այլն, այս բոլորը բան չի։ Այսինքն Հայաստանում անկախ պետականությունը պահվել է 50 մոտավորապես տոկոսի տոկուն աշխատանքի եւ համառության շնորհիվ եւ այն վիճակի, որի արդյունքով մենք ցան չստացանք, երբ որ հրեշը գալիս է, այս բանաձևը զանգված լցվեց եւ քվեարկեց քաղաքացիական ուրեմն պայմանագրի օգտին հանուն վարչապետի։ Այնտեղ էլ էստեղ խնդիր կա վարչապետ իր համակիրներով, որոնց մեջ մտնում է տվյալ բարագայում ուրեմն այն օժանդակ կամ հեղափոխության աջակից ուժերի քվեն, մենք այդ իմաստով ներկա ենք քվեի մեջ։ Ովքեր որ գնացել են, որոնց չենք դիմադրել, մեր եւ մյուսը որ քաղաքացիական պայմանագրինն է, դա իրենցն է։ Այնպես որ այդ դեմոկրատական ճամբարին համախմբվեց եւ վարչապետի իշխանությունը, գործադիր իշխանությունը պահեց, բայց ինչ եղավ։ Այ մյուս սեգմենտը, որը հստակ երկու բան ունի, մեկը Տիզբոն, մայրաքաղաքայինն է, մոսկովյան հատվածն է, ուժեղ Հայաստան, սա մոսկովյանն է, սա Հայաստանի հետ կապ չունի, ես վստահ եմ, որ այստեղ կոպիրկինը ոչ մի իրավունք չունի դեսպանը սրանց հետ հարաբերվելու, նու չեմ ասում ֆիզիկապես չի հարաբերվի, սա Կիրիենկոն իր հաստատությունով է, այս է աղետալին, որ եղավ Հայաստանում, իսկ մյուսը գավառականն է, որը մնաց են Հայաստան դաշինքով ինչ-որ մնացել է, ասում են կրճատվել է, Չէ, այսինքն այսպես հիմա մենք ինչ ունենք իշխանություն, որը ժողովուրդը կանգնեց պահեց, բայց 50-ի վրա պահեց։ Իսկ ունենք գործադիրի մասին է խոսքը, իսկ ունենք օրենսդիր իշխանություն, որը հաշվեք 12 հատ եւ 29-ը հաշվեք քանի տոկոս այդքանով Հայաստան չի։ Եվ դա Ռուսաստան է, այն ժամանակ եւ Ռուսաստանը սրընթաց անգում է գնում, քայքայում է գնում, եւ Եվրոպան եւ Ամերիկան համառորեն փրկում են հայաստանյան վիճակը։
փրկում են, բայց չեն անում։ Սրանք պարտություններ են, եւ սրանց ախորժակները կմեծանա։ Ես կտեսնեք ագրեսիվությունը, կտեսնեք համառությունը, նպատակը մեկն է լինելու։ Դուք ասեք, իրենք չեն ասելու, իրենք ասեք, չէ, իրենք ասելու են, ինչու, որտեղ Մոսկվայի գիծը հաց ենք ունենալու, պարոն Շիրինյան։ Չենք ունենալու, որտեղ հակասությունները սրվելու են, չէ։ Համաշխարհային իրադրությունը հօգուտ Ռուսաստանի չի, հետեւաբար այս գողապետ ուրեմն օլիգարխներինը չի։ Բայց ներքին դասավորումը ավելի վատացավ։ Մոսկվայի գործը հեշտացավ, ասեցի։ Իրենք ձև են անում, թե այնքան էլ լավ չի։ Այնքան էլ լավ չի, այն իմաստով, որ ուզում են վարչապետին հեռացնեին։ Մոսկվայից, բայց դա չեղավ, սա մաքսիմում չեղավ, բայց մինիմումը հաջողություն ունեցան։ Այն բատիվ ունեն մի փոխարեն ստացան մոսկովյան ֆրակցիա։ Մոսկովյան։ Դա Կրեմլն է, դա Պետդումայի մասը։ Սա պետք է հասկանա թե չէ, թե չպետք է բացենք փակագծեր, ասենք, ես ինչ լավ բան եղավ։ Եվ սա շատ բաներ կան, սխալների արդյունք է։ Եվ երկրորդը կա, ասել եմ կրկնեմ, դեմոկրատական ուժերը Հայաստանի խորհրդարանում տեղ չունեն։ Երկու ընտրություններ դա այն է, ինչու չունեն, որտեղ Հայաստանում կա պարլամենտ, չկա պարլամենտարիզմ։ Չի կայանում դեմոկրատական պետությունը մինչև վերջ քաղաքական կուրսը հռչակված է, համար պայքար է գնում, աշխարհով համագրանք կա, ներսից կա, բայց չի կարող պլուրալիստական ազգային ժողով գոյություն չունի։ Դուք հասկանում քրիստոնեություն առաջին անգամ պետական կրոն հռչակած ժողովուրդը պետությունը չունի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ֆրակցիա։ Պատգամավոր չունի, դուք պատկերացնում եք ազգային աղետի չափը սա։ Այն չի որ ես եմ ու մերոնք են։ Աշխարհում առաջինը այդ փափուկ ուժի ամենահզոր գործոնը աշխարհին վենսի արտադրությունը հիշեք։ Եվ այդ ժողովուրդը համառորեն չի ուզում ունենալ կամ չեն թողում որպես քրիստոնյա ժողովրդավարական ուրեմն այդ համախումբ առաջանա ազգային ժողովում, որ այն պետությունը շատ եմ ասել, որը օգտվելու շատ հնարավորություն ունի, այդ օգտությունը չունի եւ փաստորեն ինչ-որ ողորմելիների ջանքերի շնորհիվ նաեւ ոչնչությունների։ Բարձ է։ Ես կան ուզում եմ ասել, հիմա մնացածը կտեսնենք, բայց մի բան պետք է իմանաք հստակ։ Քանի կա Մոսկովը, Հայաստան հանգիստ չունենալու։ Քանի կա Մոսկովը, Հայաստանում խնդիրը մնում է խորքի մեջ իշխանափոխություն։ Եվ այդ Գագիկը կանի, թե Բողոսը կանի նշանակություն չունի, այսպես ասեմ վերջացնենք։ Հիմա այն Վարդանյան Ռուբենը Բաքվում է։ Մոսկվան ով է անում։ Ինքն է ուղարկել։ Հիշում է Մոսկվան, որ իր օլիգարխին ուղարկել է։ Բաքու ինքն է ուղարկել։ Սամվելին էս կծելու են էլի։ Եստեղ նաև երկրորդ մաս կա, նրանք ովքեր որ հայ են ազգությամբ եւ հայկական կապիտալ չագերտավոր կա։ Մոսկվան դա ոչնչացնում է օլիգարխների հետ միասին։ Կծել է ժողովրդի քացուտակ սրանց։ Եվ հիմա Սամվելին հեղինակությունը չունի ինչ որ ուներ։ Ունի, եթե ռայմ մի բան էր, Սամվել, ով գիտե, տաշտը Սամոյին ասում։ Բենշո մարդիկ համագրում էին։ Ամեն դեպքում կհետևենք այս պահով Սրանք քաղաքական իմ ասած, այս բոլորը պետք է հասկացվի եւ այն ժողովուրդը, որը պրիմիտիվ կլինի քաղաքականության մեջ, գլուխը ջարդելու է։ Աշխարհը շատ է քաղաքականացել, աշխարհը գեոստրատեգիական փոփոխությունների մի հորձանուտ է մտել, որտեղ ազգային ժողով գիտություն չեն թողում մտնի։ Աշխարհի փոփոխության հետ ինչ կապ ունեն, կխոսենք գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, հիմա հասկանանք, որտեղ է Հայաստանի վարչապետը։ Եկատերինբուրգում է եւ պետք է հանդիպի Ռուսաստանի կառավարության ղեկավարին, ընդ որում դրա մասին հայտնում են հենց ռուսական կառավարության մամուլի ծառայությունից։ Ինչի մասն է խոսելու, հաշվի առնենք, որ ֆոն դեր Լայնի գալուց առաջ արդեն հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանը հենց Հայաստանի նախաձեռնությամբ։ Ինչի մասին են այս անգամ խոսելու։ Դե Հայաստան ռուսների հետ մենք այնքան հարց ունենք, որ անսահմանն է, որտեղ մենք անսահման տրվել ենք իրենց, առանց հասկանալու, առանց մտածելու։ Հետևաբար հարցերը շատ։ Բայց այս անգամ կարծում եմ, որ վարչապետի այցը եզակի է։ Նա գնում է թիկունքը պինդ, աշխարհին բացված եւ ալտերնատիվ երկընտրանք ունեցող ձեր շուկայի վրա էլ թքած, ձեր խարդավանքի վրա էլ աշխարհը բաց է եւ Հայաստանը թևարկում է բազմավեկտոր քաղաքականությունը կոմպլեմենտար իր արդյունքները դալիս է։ Գնաց ասելու հենց թքած ձեր շուկայի վրա։ Չի ասի, շուկան մեզ պետք է։ Այդ շուկան մեզ պետք է, որ հավերժ հետամնաց մնանք։ Ռուսական շուկան հավերժ հետամնացություն է, որտեղ ասում են, ես չեմ առևտուր չեմ անում, չգիտեմ, ասում են ինչ աղբասես ռեալիզացվում է։ Այսինքն դուք այստեղ կարող եք շարունակեք անտատ աղբար դադրել Ռուսաստանում։ Հենց որ վիճակ եղավ, այդ աղբը ոչ միտեղ չի գնա, ենթադրենք։ Ես այդ բառը նեղացնելով չեմ ասում, էլի, բայց պատկեր է։ Բայց այս անգամ իհարկե դիրքերը շատ ամրացած են եւ հզոր է։ Երբ որ ընդհանրապես այսպես պետք է ասել, երբ կա ալտերնատիվ կամ երկընտրանք, որ ես մեր բարագան արդեն երնդրանք է եւ այլն, Ամերիկա եւ այլն, այս բոլորով գնում է եւ Հայաստան միջազգային մեկուսացումը, որը արդյունք է Ռուսաստանի քաղաքականության եւ գողապետության գող նախագահ վարչապետերի հաղթարել, վերջացրել է։ Գիտեք ցավալին որն է դրա մեջ։ Սա մեծագույն հաղթանակ է, հաջողություն է մեր գրանցած քաղաքականության մեջ, որպես հավասարակշռության կամ բալանսի քաղաքականության ռեալիզացման։ Ես միջայլոց ասեմ, ով որ ուզում է դրա մասին կարդալ, կարող է կարդալ 94 թվի երկիր ուրեմն հոկտեմբերի 15-ի
երկիր օրաթերթու մեծ հոդված են տարիներից դու կարդան իմանան հիմա սրա հաջողությունն է բայց ցավալին այն է որ այդ բոլորը եղավ Արցախի կորստով տարածքի մեր մշակույթի կորստով եւ ահռելի զոհերով եւ զենքի հանձնումով առանց կրակոցի սա մեր ազգային ողբերգությունն է ազգային ողբերգությունն եւ հայությունը չի կարողանում մի անգամ մի հաջողություն ամրագրել վերջացնել թվում էր թե հանրապետությունը ստեղծվել է եւ այլն բայց մենք տեսանք ինչ կատարվեց այս սրա գնով եղավ բայց եթե դա էլ չլիներ չեմ իմանում մեր ժողովրդի գիտակցության մեջ այդտեղ աշարժը ռուսի հանդեպ կլներ թե չէ կփոխվեր ռուսից թե չէ որի ողբերգությունների կազմակերպիչն ու սցենարիստը Ռուսաստանն է վստահ եղեք ով ինչ ուզում է խոսի ուզում եմ ասել իսկ հիմա գնում է եւ այսինքն հաջողություններ գրանցող պետության ղեկավարն է, որը արտաքին քաղաքականության, գեոստրատեգիան, այս տրամաբանական տեղաշարժերի եւ աշխարհ զարգացումը հասկանալու տենդենսների ընկալման մեջ կարողացավ երկիրը տեղավորել բոլորովին այլ Եվ ինչ օրակարգով է Նիկոլ Փաշինյանը վերադառնալու հաշվի առնելով հիշենք որ չէ շնորհավորել Զիջումներով դու հեշտ այդ ձեր ցավը տանեմ հերնել անեցած կշեն այս հայությունը մեռավ է Պուտինի շնորհավորանքը եթե ձեր համար հաջողություն է այստեղ չէ աշխարհի համար անպատվություն է աշխարհի համար անպատվություն է Ինչ զիջումների մասին է խոսքը Հիմա տնտեսական եւ այլ ոլորտներում Ով է անելու զիջումները Ռուսաստանը ես բայց չի անում պետք չի մեզ պետք չի ինքը կան ալտերնատիվ իշքան ֆոն դեր Լայենը ինչ ասեց այսքան հասկանում եք ոնց է այս բոլորը ճամփեկը բաց են հիմա կօգտվենք թե չէ կկարողանանք ռեալիզացնել Գնում են այո բոլորովին ուրիշ բանով երկաթուղին պիտի սարկվի եթե չէ ռադներդ կքաշեք մեկ երկրորդը այդ Թրամփի ուղին հələ տնենք մի կողքի են էլի էս ոչնչությունների ողորմելի սիրած թեման մի չանց բան չկա դենց բան բայց հիմա դա դնենք կողքի Թրիպը գիտեք ինչ է Հայաստանի տեխնոլոգիական թռիչքն ինչքան են ասել եւ գործնականում արդեն իրականացվում է հիմա Դուք մեզ բերել եք հետամնացություն, քայքայում եւ այլն աշխարհը մեզ առաջարկում է զարգացում թռիչք կարող եք օգտվել տեխնոլոգիաներ վերցնել մեզնից մի 10 տարի հետո ռուսներ ձեր ոտերի տակ են ընկնելու ասում են մի քիչ թողեք այդ բաներից օգտվենք ձեր հնարավորություններից որ կա աշխարհը դες դե մնացածը կգան գլսեն կասեն ինչ է մնացածը ինչ Ամեն դեպքում Բայց բանը ոչ այսօր բանը Լենինգրադ հա դե Լենինգրադն է Սանկտ Պետերբուրգ զանգվածային դրոնային հարձակմանը ենթարկվել եւ բոցավառվում են իր բաները նավթատարներն ու Կրոնշտատը եթե խփել են ռուսական ուրեմն նավատորմը հացը ցամաք կերավ հաղորդագրություններով են ասում այնպես որ այստեղ այսպես շարժվել է պետք Հայաստանը ուղղակի պետք է հիմա ասում են Ռուսաստան բա Ռուսաստանի հազար շահ ունենք մենք պետության հետ ենք հարաբերվում մնացածը ժողովուրդներ իրար համար ապրում են ինչ հիմա օրինակ կարելի ասել էս հիմա չգիտեմ էս բային բայց ժամանակը կա եւ այդ ռուսներին պիտի ասել հայ ժողովրդի ուծացման քաղաքականությունը դադարեցրեք ռուսականացման եւ երկրորդը հերիք է միջամտեք Հայաստանի ներքին գործերին հերիք է բավական է դարերով եւ հերիք է սուտ ու կեղծ բարեկամությունից ընկերությունից խոսեք Ռուսներն ասում են Ալեքսանդր III բանաձևն եմ ասում, որը չի փոխվել։ Ռուսաստանը չունի բարեկամներ, եւ Ռուսաստանը չունի դաշնակիցներ։ Ռուսաստանի դաշնակից իր բանակն է եւ նավատորմը, ուրիշ ոչինչ։ Եվ սա ադաժների տողարեք շարժվեք։ Մնացածը նորմալ է։ Եվ փորձենք հասկանալ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը, ինչ ուղերձով։ Օժանդակություն, ինչ։ Եկա ուղերձը ո՞րս է, եկա մարդու մասին Դա աշխարհաքաղաքական է, դե վարչապետը չի ասում, դե ես հենց սկզբից էլ մեր հեղափոխությունը բովանդակությամբ եղել է աշխարհաքաղաքական
իրենք չեն ուզեցել դա լինի, հեղափոխության ղեկավարներ, ես այն ժամանակ եմ ասել, որ սա աշխարհաքաղաքական է, որովհետև սարսափ կար Ռուսաստանի վերաբերմունքից եւ այլն, բայց բնական process-ն է, դա Ռուսաստանի քայքայման եւ արևմուտքի հզորության հետ կապ ունեցող բան է, դա մեր տնօրինման մեջ չի այդ process-ը, եւ տնտեսական է, մշակութային քաղաքակրթական է, մենք Եվրոպա ենք ստեղծել, մենք Ռուսաստան չենք ստեղծել, ինչ եք հասկանում, տողակակելում ինչ է, տեխնոլոգիաներ են, բայց մասնակցելու է Եվրոմիությունը, օգնելու, աջակցելու, չգիտեմ, բայց ամերիկացիք են կարևոր, դա եվրոպացիները կտան ինչ-որ բան, համալսարաններ բաներ, դա ես չգիտեմ պլանավորված բան կա թե չէ, բայց դա ամերիկյան օժանդակություն է եւ այստեղ ոչ մեկին չպետք է մոտիկ թողել, առաջին հայ շպիոններին, ռուսական շպիոններին Երևանում չպետք է թողել, պիտի վերահսկել եւ երկրորդը ամերիկացիների հետ պիտի աշխատել, ասեմ որ հեռանկարի իմաստով իհարկե մենք ունենք փաստորեն հիմա երկու համայնք Հայաստանից դուրս ուրեմն ռուսական այսպես համայնքն է ցավալիորեն եւ այդ ռուսական համայնքի նկատմամբ նույն բանը սանվելների այդ թաթարների բաների վերաբերմունքը չպիտի տարածեն մեր ժողովրդի վրա եւ պիտի փորձել ռուսահայությունից այսպես ասած ինչքան է հնարավոր դեպի Հայաստան եւ հայություն եւ այլն սա ոչ էլ էս կաթողիկոս իր չեկիստ եղբայրների հետ սա ուրիշ բան է բայց դա մնացածը մեր ժողովուրդն է որը պիտի մեր կողմից ինչքան հնարավոր օժանդակություն ստանա բայց իրենց էլ հասկացի որ շատ մի փորձեկներ այնտեղ օրինակ ասեմ Ջավախքի ինչ-որ միավորում կա Մոսկվայից Հայաստանի դեմ են ելույթ ունենում իշխանության հարցով դուք ով եք Մոսկվայում ջավախցիներ ես էլ եմ այսինքն դուք ով եք Հայաստանում էս են անում ձեզ են կերակրում հիմա էլ աշխարհը փոխվելու է Հայաստանը զորանում է բոլորը փոշմանելու է հիմա այս մեկն է որտեղ խնդիրներ շատ կան բայց մեր ժողովրդի հետ հատվածը պետք է պահվի երկրորդը ամերիկահայ գաղութն է գաղութ ասենք համայնքն է Կալիֆոռնիան ինչքան եմ ասել Հայաստանը պետք է ուղղորդվի դեպի մեր բանը ժողովրդի ամերիկյան Կալիֆոռնիայի հատվածը ահա տրիպը գալիս է որպես այսպես ասած Կալիֆոռնիայի հարաբերությունը լավացում մնացած տեխնիկական հարց է եւ մեր հնարավորությունը ռեալիզացնելու հարցը կկարողանանք թե չէ միշտ իմացեք որ կա միշտ հնարավորություն ամեն դեպքում Եվրոմիության առաջարկները Եվրոմիությունը ինքնին արժե ժամկետների մասին չեն խոսում պարոն Շիրինյան որքան ժամկետը չի լինելու ասեմ որովհետեւ դա տևական եւ հարատև է ասին ինչ ասեն 5 գուցե կարճաժամկետ է ինչու է կառավարության հետ նայեցեք հիմա ես չգիտեմ ես իմանամ էլ չեմ ասի եւ այդ շուկայում տեղ ունենալու համար մենք անելիք շատ ունենք ես ուզում եմ հարցս հետեւյալն է ինչու տնտեսական այդ չափորոշիչներին այսքան տարիների ես ձեզ մի բան ասեմ իմ հետ կապված եւ կարող եք ստուգել մանկարժականում երբ Ղուկասյան Արտուշներ պրոֆեսոր ռեկտորը ֆուտբոլային դիվանագիտության թեժ ժամանակներ նա զանգեց ինձ ասեց լարի բան եմ ասելու ըստ էության հարցրել էին թե մի հատ էլ իրեն հարցրեք Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորումը ճիշտ է թե սխալ է իմ պատասխան եղել է դրական այն ժամանակ Եվ ինքն էլ երկար զրուցել եմ շատ մի խոսքով նորմալ ինքի հաստատ կհիշի եւ անխուսափելի եւ անհրաժեշտ է նաեւ պետք է հիմա երկրորդ մասով հետո սկսվեց դաշնակցության մի արշավը դեպի խուստուկ այսպես ինչ էր ասում մեր սահմանները բացեն կքայքայվի տնտեսությունը եւ այլն դրանից անցել է շուրջ 30-20 տարի երևի Հիմի նույն լոզունգն է, սահմանները բացեք, էլի քայքայվի, այսինքն 20 տարի Հայաստան չի զարգացել, հարցս հետևյալն է։ Եկող կառավարությունները, որպեսզի պահեն ապահովեն եվրոպական ստանդարտ տնտեսության մասին է խոսքը, քաղաքաբան չկա։ Ինչ են արել այդ ուղղությամբ։ Ինչ կա, բայց մենք իմացանք Սերժ Սարգսյանը սալյարկա է գողացել։ Հիմա այդպես է չիմացանք, գողացել է թե չի գողացել։ Դատարանը չի ասում։ Եթե առաջի դեմքով սալյարկա են վաճառել, դուք պատկերացնում եք, եթե այդպես է եղել։
Ինչի մասին ենք մենք խոսում եվրոստանդարտի, Եվրոպայում սալյարկի գողություն չկա, ընդհանրապես չի կարող լինել, մտնելով չի էլ անցնում։ Այն էլ առաջի դեմքը սալյարկի գործ անի, ստե գործ անել են ասում գողությունը բան։ Ուզում եմ ասել, այստեղ պիտի նայել թե ով ինչ է արել, ով ինչ չի արել, որպես երկիր չզարգանա, հերթական կառավարություն։ Հովիկ Աբրամյանն ինչ արել, ասում են լավ գործարար մարդ է, Հայաստանի տնտեսությունը եվրոպական ստանդարտին, որտեղ վարչապետ եղել, բոլոր տեղերում եղել է եւ շարունակաբար այսպես։ Խոսրով Հարությունյանն ինչքանով է նպաստել Եվրոպա տնտեսության առաջացմանը, որ ելնում գիշեր-ցերեկ հիմա հոգուտ Ռուսաստանի է խոսում։ Իրենց արդյունքն են բանանում, ուզում եմ ասել, Ես դաշնակցություն ինչի հիշեցի, ժամանակ մի հատ բան էին դրել, բա որ սահմանները, բա մեր սմետանը, բա մեր կաթը, հիմի այդ ասելը այն ժամանակ հասկացանք, բա մեր, որ բացվեն, բա 30 տարին կառավարության մեջ եք եղել կամ խորհրդարանում 20 տարին, ինչ եք արել, որ այդ հաղթարվի այդ վիճակը, էլի նույն լոզունգներն են, բա որ բացվի եւ այլն։ Դրա համար մեղավորությունը պետք է որոնել քաղաքացիական պայմանագիրներ ոչինչ գրեթե չի արել։ Ես ասեցի հերթական կառավարություններ։ Հիմա ինչն է բոլոր դեպքերում միշտ քաղաքականությունն է եղել է ինչ եղել է, դա հիմա եղել է, էլ չես վերադարձել, չէ՞։ Հնարավոր չի մերելին կենթանացնել։ Հիմա պետք է կառավարությունը ես առաջարկում եմ ոչ թե ինքը հազար մի հարց ունի, մի հատ աշխատանքային, ոչ թե բյուրոկրատական հարց մերձենող հանձնաժողով առաջացնի, այլ եւ համապարփակ եվրոպա ստանդարտ արևմտյան ասենք, հիմա եվրոպականը ո՞րն է, ուրեմն արևմտյան ստանդարտների ուղղությամբ արագ, շուտ, լավ աշխատել է պետք եւ նաեւ մեջը երկու հարց կա, կոմպոնենտ, այդ բառը հիմա հայերեն բաղադրիչը կոմպոնենտ են ասում, ստգետները գիտեն, դա կոմպոնենտ են ասում, դրա վրա հալած յուղ է նստում։ Երկու բաղադրիչ կա, որը պիտի արվի, որն է դա։ Առաջինը անգլերենի իմացությունն է, ազգաբնակչության մակարդակով, տանելի մասշտաբով եւ համակարգչային տեխնոլոգիաներին եւ համակարգչին տիրապետելը։ Մինչեւ այս հարցերը չլուծվի, Հայաստանի եվրոպական եւ անես բոլորը շատ դժվար հարց է, չասեմ անիրական։ Անգլերեն եւ բայց սրանց փոկել չի լինում, ոնց ասեմ, չի ժողովրդի փոկել չի լինի ռուսականությունից։ Երևի ես էլ մեջ, բայց ես փոկվել percել եմ իմ համախոներով։ Ուզում եմ ասել, դա մեր համար է, մեր համար։ Հունարեն գիտեիք, լատիներեն գիտեիք, հիմա բոլորը նստել եք մի հատ ռուսերենի վրա ու մախորկա եք ծախում, չէ՞ ավելի։ Երբ Արշինյան վերջին հարցը էր, սահմանադրության օրներ, մեզ ինչ սահմանադրություն է պետք, ինչը պետք է փոխել արմատապես, որպեսզի Այս նախ խարտավանք, այդ ինչ-որ օրենքի ուժով համալրելը մեկ եւ բարձրացնելը։ Ընդհանրապես ասեմ, օրենքները սահմանադրական լինի, ոչ պիտի պարզ լինեն, այդ հոդվածները քիչ լինեն, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, այդ բոլորը սովետի ավանդույթով փողի կրկման շատ կվճարես, այս հոդվածը կլինի եւ այլն, այս բաները։ Պիտի ես մնում եմ իմ կարծիքին, որ մի հաջողակ երկրի սահմանադրություն պիտի վերցնել, այդ առաջին թերցում, չորրորդ ընթերցում, այս բոլոր խարդախության հոտ է գալիս մեջից, ինչպես ընտրություններ, առաջին աշճան, թաղային, քաղաքային, այս բոլորը ում հետ որ կռվեք տալիս, թաղում չվերցրը, հարցը չփակեցի, քաղաքում չէ, մարզում եւ այլն, մինչեւ վերջում չհասնի։ Սա ռեակցիոն բան է, 19-րդ դարում ճիշտ էր դա։ Հիմա Պարզ պիտի բան անել, ես ասեմ ինչու, մի երկրի սահմանադրություն պիտի վերցնել եւ առանձնացնել մի սահմանադիր, այսպես ասենք, հանձնաժողով, սահմանադրական, հիմա պարոն Հարիկյանը վստահաբար ինձ կպաշտպանի, սահմանադիր ժողով պիտի գումարել եւ ընդունել դարերի համար մի սահմանադրություն։ Թե չէ այստեղ որ մի գավառցի եկավ, դզեց փչեց իր համար։ Հիմա այս սահմանադրություններն են ինչ որ կա, ինչ որ բան ես անում, չգիտեմ, առաջին, երկրորդ, դե օրենքի ուժով, ոչ օրենքի ուժով, օրենքի ուժը որս է ընտրվել է, թե չի ընտրվել, պիտի պարզեցնել անպայման, մնացածը կաշխատենք, կտեսնենք, բայց որ սահմանադրությունը պիտի բարեփոխվի արմատապես, իմ կարծիքն այն է, որ սահմանադիր ժողովով եւ մի որոշ երկրների օրինակը վերցնել անել, դնել մի փաստաթուղթ տակը, բայց ոչ ռուսականը, հենց ասում ես Ռուսաստան են հասկանում,
Օրինակ ես առաջարկել եմ Գերմանիան, ասեմ ինչու համար, որտեղ մենք խորհրդարանական հանրապետություն ենք, եւ այդ նա դեմոկրատական է, բայց այդ դեմոկրատիան մեջը նյուանսներ ունի, դա գոչվում է նաև կանցլերական դեմոկրատիա, մեզ դա խիստ անհրաժեշտ է, որովհետև չպետք է մոռանանք, որ հիմա վարչապետը կասեն Ադրբեջան, Թուրքիա եւ այլն, այս բոլորը, բայց մեր աշխարհագրությունը մեզ պարտավորեցնում է ունենալ ուժեղ, կազմակերպված ժողովրդավար պետություն, մշակութային պետություն, այնպիսի մշակութային, ինչպիսին Ավստրիան է, այս կարգի պետության մասին խոսքը։ Դրա համար պետք է մեր սահմանադրությունը նման լինի ինչ-որ չափ մոդելային իմաստով այն պետությունների սահմանադրություններին, որոնք անվտանգության հարցեր ունեն։ Գերմանիան ունի։ Դրա համար Հիտլերից հետո նրան ամերիկացիք են օգնել, մի սահմանադրություն տվեցին, որը ապահովեց Գերմանիայի ծաղկունքը։ Հիմա ես մի անձնական դրվագ ասեմ, եւ որը ունի ուժեղ կենտրոնացված կանցլերական իշխանություն, սա հիմա այս ռևանշիստները կմեռնեն իմ ասածից։ Այդ ասում են ինչ բաներ, ուրեմն որտեղ մեզ պետք է, մենք չենք կարող թափթփված պետություն ունենանք, երբ որ ամեն մի ուրեմն չլողացած մարդ եղունգները սրի, ոստիկանի մարմինը մտցան եղունգները, դա անթույլատրելի բան է, ուրեմն անվտանգության հարցերը պիտի կարգավորվեն, բայց կանցլերական կենտրոնացված քաղաքական կենտրոնով իշխանությունը, որը կկարգավորի պետության բոլոր հարցերը եւ այլն, այս սրա զուգահեռ պիտի ունենանք Բունդեսթագի նման մարմին։ Հիմա պարլամենտ, որը մենք չունենք։ Մենք ունենք պարլամենտ, որը սովետական է։ Հիշեցեք, ՀՀՇ-ի ժամանակ կար կոմունիստներ էին, հետո ՀՀՇ-ն էր։ Հետո փոխվեց, այդ կոմունիստները գունափոխվեցին, դարձան դեմոկրատներ, այսինքն երբ բևեռ մի բան է, եւ մնացածը ներս մուտք չունի, երրորդ ուժ ոչ թե թվով, այլանդրանք երրորդ ուժ ինչ-որ ես էի ներկայացնում եւ պահանջում էի, դա գոյություն չունի, հետեւաբար դա դեմոկրատական չի կարող լինել եւ այստեղ պարլամենտարիզմ չի կարող լինել։ Ուրեմն տեսեք, այս ռևանշիստները մինչև մի ձեն չէին հանում, մինչև գլխներին չջացվեց այդ թերությունը։ Հիմա ռևանշիստներն են պարլամենտարիզմի պակասից խոսում։ Բա դուք որտեղ եք, որ ձեր իշխանություններ չէիք խոսում, որտեղ դա չի եղել, իսկ առանց դրա դեմոկրատական պետություն չենք ունենա։ Հիմա ի՞նչն է հարցը։ Ես ժամանակին մի 2 տարի կլինի երևի առիթ կար եւ հանդիպեցի պարոն Ռիխտերի հետ ֆեդերատիվ Գերմանիայի ուրեմն դեսպանն էր, գազնը չեմ ասել, շատ հետաքրքիր է, ուրեմն երկար զրույց եղավ տարբեր հարցերի միջև, ինձ հետաքրքիր էր Գերմանիայի պետության մեխանիզմը եւ այլն, որտեղ ինքս հետաքրքրվել է եւ ինչու է Գերմանիան, որտեղ նա պատերազմներ հաղթարած պետություն է, մենք պատերազմներ հաղթարելու կարիք ունեցող ժողովուրդ պետություն ենք, այս էր անալոգիա կար, եւ ես երբ որ անձի իմաստով Կոնրադ Ադենաուերի մասին եւ նրա քաղաքական իմաստության մասին ինչ-որ բաներ, ինքը գիտեք ինչ ասեց ինձ, եւ որ ես ընդունեցի տեղում, այսպես ասեմ, ասեց անշուշտ այդպես է, որ շատ իսկապես նա եւ այլն, բայց ասեց ձեր հաջողության մի զգալի մասը պայմանավորված է Գերմանիայի պարլամենտով, Բունդեսթագի դեմոկրատական եւ ընդհանրակարգային կառուցվածքով, որտեղ ասես մենակ, եթե չլիներ խոսքեր մոտավորապես այսպես էր, եթե չլիներ Բունդեսթագն այդպիսի իր պոտենցիալով կառուցվածքով ֆունկցիավորում եւ այլն, Ադենաուերը այդ հաջողություն չեր ունենա, ինչ որ Գերմանիան արեցին, ես հետո երկար եմ, դե միշտ զբաղվել են, տեսա որ ինքը ճիշտ է ասում եւ ես մտադիր էի ասում եք քրիստոնյա ժողովրդավարություն որ խորհրդարան մտնի այդ մեխանիզմները եւ այն առաջ կմղի, բայց դե մարդիկ որոշեցին որ պետք է մնան ռուսական աղբանոցի այդ դիրույթում, դա իրենց գործն է։ Հետևենք զարգացումներին, պարոն Շիրինյան, այսօր այսքանով ավարտենք, մեկ շաբաթ անց կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։